Հիմանի հետ աշխատելը հա, հաճելի է։ Ստրեսակայում պետք է լինես, որովհետև արդեն են միտքը, որ եթե թողես ստրեսը քեզ հաղթի, դու ոչ մի գործողություն չես կարող անես։ Երևի այդ պաշտպանի բանը իմ մեջ մանկուց կար, որը բերել է հասցրել է այստեղ։ Ցավոք սրտի առողջականս, եթե պետք է ստիպի որ թողնեմ, ուրիշ ոչ մի բան։ Այդ իրականությունը սկսում է այն դռնից, որտեղից մենք մտանք։ Այսինքն մենք բոլորս առավոտը մտնում ենք այս միջանցքից ներս ու արդեն այդ իրականության մեջ ենք։ Անցած տարի կատարվել է մոտ 8000 վիրահատություն։ Մենք հիմա գտնվում ենք Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերակենդանացման և վիրահատական բլոկի միջանցքում։ Այս մասում մեր մոտ հետվիրահատական և վերակենդանացման մասն է, այն մասը ամբողջովին վիրաբուժականն է, դուք տեսնում եք վիրաբուժները վիրահատությունից դուրս են եկել, Սամվելաշոտից։ Ոնց է վիճակի, հիվանդի վիճակը։ Ոնց է վիճակը։ Լավ է հիվանդի վիճակը։ Մերսի Սամվելաշոտից։ Ֆիլմում ենք նկարահանում, տղամարդիկ ֆիլմի երկրորդ մասն է։ Այստեղ կանգնենք, Էդ ջան, արդեն արի դիմացի։ Քանի որ բժիշկների մեջ եմ մեծացել, այսինքն անգամ և տատիկս և մայրս բժիշկներ են, տատիկս եղել, այն որ մանկուց բերում էին իրանց մոտ բանկապարտեզի փոխարեն մտել եմ հիվանդանոցել։ Մեծ հաշվով ուրիշ բան չէի պատկերացնում։ Իսկ անեստեզիան ընտրել եմ շատ սպոնտան, որովհետև առաջի կուրսում գնացինք պարզապես մտանք բան, հիվանդանոց ասացինք ուզում ենք հերթապահենք, տեսնենք այդ ինչ է հերթապահությունը, ու մեզ տենց ասին դե գնացեք ռեանիմացիայում հերթապահենք, էտելու էդ։ Ես ոնց որ, չգիտեմ, ոնց որ սաղքյանք ռեանիմացիայում ապրած լինեի, այդ տենց մտա, ես իմ այդ զգացումը հիշում եմ, էլի, որ ես ոնց որ իմն է, էլի։ Դե քանի որ հայրս բժիշկ չէր, ես բժշկական բաներից ինձ ասեց դու գիտես, դու որոշել ես, ես քո կողքն եմ, ոնց որոշես տենց արա։ Կան պլանային վիրահատություններ և կան անհետաձգելի կյանքի ցուցումով վիրահատություններ, պլանային վիրահատությունների համար կազմակերպվում է հետազոտությունները, անցի լույս չեմ, անցի, և նշանակվում է օր, դա կարա լինի վաղը, կարա լինի մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո, հետաձգելին հրատապները անմիջապես մտնում են վիրահատարան, եթե ցուցում կա։ Ցուցումը տրվում է ըստ պացիենտի, հիմնականում դա լինում են կամ վթարներ, կամ ինչ-որ դժբախտ պատահարներ, որ մարդը պետք է շատ արագ ստանա վիրաբուժական օգնություն։ Անհետաձգելին ստրեսը ամեն անգամ, իհարկե ստրեսը։ Մերը թիմային է, անհատները գլուխ գովալ չլինի, բայց թիմայինը ավելի էֆեկտիվ է։ Հազվադեպ մարդիկ գնում են իրենց գործերով, բոլոր սենյակները, որոնց կողքով անցանք, ամեն սենյակում կա ամենակիչը 5 հոգի աշխատող մարդ։ Դուք ոչ մեկի ձայնը չեք լսում, ոչ մի շարժը տենց չի երևում, բայց որ դուռը վիրահատարանի բացենք, մինիմում 5 հոգի մարդ աշխատում են պացիենտի հետ։ Երբ որ լինում է հրատապ, այստեղ մի պահ բավականին բազմամարդ շարժ է լինում դեպի այն վիրահատարան, որտեղ որ պետք է, ոնց որ մոբիլիզացիա լինի, շատ արագ մարդիկ հայտնվում են իրենց տեղում, օգնողներն են հայտնվում, լրացուցիչ հետազոտություններ անողներն են հայտնվում ու տևում է րոպեներ այդ օգնությունը ցույց տալը։ Դա ոչ թե մեր հիվանդանոցի մասին եմ ես ուզում ասեմ, օրինակ նման բան ես տեսա 44 օրյայի ժամանակ, երբ որ շատ արագ մոբիլիզացվում էր բժշկական համայնքը, դա և քույրերն են, և բժիշկները։ Այդ հոսպիտալում
այդ ձեր ասած process-ը ցավոք հաճախ էր լինում, օրվա մեջ, չգիտեմ, շատ էր լինում, ու այդ մոբիլիզացիան այնտեղ ավելի ցայտուն կերևար էլի, այդ ձեր տված հարցը հիշեցրեց ինձ այդ օրերը, այնտեղ մեր բժշկական համայնքը ողջունում եմ իմ բոլոր գոլեգաներին, մի հատ շատ հետաքրքիր ունակություն ունի, անկախ մասնագիտությունից, լինի դա վիրաբույժ, թերապևտ, անեստեզիոլոգ, բուժքույր, նշանակություն չունի, կարողանում են համախմբվել արագ առանց հրահանգի ու կարողանում են համախմբված վայրում գտնել իրենց ճիշտ տեղը առանց կողքինին խանգարելու անել իր գործը, կողքինին էլ օգնելով։ Դա ֆանտաստիկ ունակություն է ու ես հպարտ եմ, որ այս համայնքի հետ աշխատում եմ, որ ես այդ համայնքի անդամն եմ։ Դա իմ համար մեծ հպարտություն է։ Թմային այդ բանը, թմայինի արտահայտումը դա է, էլի մենք հայացքով է, հիմնականում հայացքով է։ Մտնենք հիմա ցանկացած վիրահատարան, պարզապես նայենք իրար, ես արդեն կիմանամ, ինքն էլ կիմանա ում նայում եմ, հետաքրքիր զգացողություն է։ Հետաքրքիր զգացողություն է, դա տարիներով որ իրար հետ աշխատում ես, իրար տեսնում ես տարբեր սիտուացիաներում, թե լավ, թե ծանր, թե շատ ծանր, իրար օգնելուց հետաքրքիր բան է, հետաքրքիր մթնոլորտ է, որը չգիտեմ, ուրիշ մասնագիտությունում կարող է չկա, բժշկությունում կա։ 12 ժամ, բայց դա զարմանալի բան չի։ Այսօրվա համար դա մեծ երկարությունը ընդհանրապես համարյա նշանակություն չունի։ Ասեմ ինչի, անեստեզիան բերել է մեր այսօրվա օրով, բերել է նրան, որ այդ ձեր ասած երկար ժամանակ, օր, կեսօր թույլ է տալիս պացիենտին ապահով պահել, անվտանգ էֆեկտիվ պահել ու վիրաբույժին թույլ է տալիս ենք ժամանակ, որպեսզի ինքը հասնի իր արդյունքին։ Երկարությունը մի քիչ արդեն ոնց որ այդ առաջ էր, որ երկարատև անեստեզիա, երկարատև նարկոզը, օհո, եսի ինչ էր։ Հիմա դա մեծ բարդություն չի։ Ասեմ ինչի, մոտավոր երևի թե էլի այդ համեմատությունը լսած կլինեք, մոտավոր վիրահատության մեր անեստեզիայի պահը կարելի է նմանացնել ինքնաթիռի թռիչքին։ Այսինքն ինքնաթիռը թռավ ու վայրեջք կատարեց։ Ինչքան տևեց թռիչքը, այդքան էական չի ինքնաթիռում։ Մեր մոտ էլ է կրիտիկականը դա սկիզբն է եւ ավարտը։ Ընթացքը եթե էքսեսներ, չգիտեմ, չեն լինում, ընթացքը էական չի, դա մի ժամ կտևի, թե 5 ժամ կտևի։ Հիմնականը սկիզբն ու վերջն է, էլի, նույնը ինքնաթիռին է, թռիչքն ու վայրեջքը։ Հիշում եմ 14 տարեկան տղա էր, որին մի քանի հիվանդանոցից անվանի պրոֆեսորներ գալիս էին մեր մոտ օրական, բազմաթիվ անգամ վիրահատվեց այդ երեխան ու առողջացվող դուրս գրվեց։ Էդ էլ ինչի է տպավորվել, անունը Միքայել էր, իմ անունից էր, էլի, ինչեվ հիմա բավականին երկար ժամանակ կապի մեջ էր մեր հետ, մինչև մտնելը վիրահատարան, խոսքը գնում է պլանային վիրահատությունների մասին, կամ ոչ շատ շտապ վիրահատությունների մասին, անցնում է մինիմալ հետազոտություններ։ Մենք ունենում ենք այդ մինիմալը անցնելուց հետո սրտի մասին տեղեկություն, թոքերի մասին տեղեկություն, լյարդի մասին տեղեկություն, երիկամների մասին տեղեկություն, ընդհանուր արյան անալիզ ենք ունենում, մեզի անալիզ ենք ունենում եւ պատկերացում ենք կազմում ինչ օրգանիզմի հետ, ինչ օրգանիզմի հետ գործ կունենանք։ Բացի դրանից նաեւ մինչեւ վիրահատությունը շփվում ենք պացիենտի հետ, հա, այդ ջան, հիշում ես, չէ՞, տենց բան, չի հիշում։ Հիշում ես։ Երբ որ մտնում ենք պացիենտի հետ վիրահատարան, ամբողջական մի հատ պատկեր ունենք։ Մենք կոնկրետ մարդու հետ ոնց ենք շարժվելու, ոնց ենք վարվելու, ինչ ենք անելու, ասել ձեզ, ինչ դոզիրովկայով ենք անելու,
համարյա 95%-ով կարելի է կանխատեսելով մտնում ենք վիրահատարան։ 5 ժամ, 6 ժամ, 10 ժամ, 12 ժամ նշանակություն չունի։ Դռնից այս կողմ մենք արդեն կամ մտովի վիրահատարանում ենք կամ հետ վիրահատականում, նայած այդ պահին որտեղ ես գտնում։ Մեր իմ ընկերների աշխատանքը սկսվում է հենց այդ դռնից մտավ ներս ու մինչև դուրս գալ գնալ։ Այդ դուրս գալուց չի վերջանում, անընդհատ ինֆորմացիայի փոխանակումը գնում է, էլի։ Ասում եմ, տեսնեմ ընտանիքի անդամներին ամենացավոտ թեման է։ Այ հիմա ես նայելու եմ, որ ես նստած ձեր հետ զրուցում եմ, ասին կարելի գայր այդ կես ժամը մեր հետ անցկացնիր, բայց քիչ է շփումը ու միշտ էլ քիչ է եղել։ Մեր մասնագիտությունը թելադրում է դա, ցավոք սրտի, ո՞ա իդեպ ասեմ անեստեզիոլոգի հետ ապրելն էլ է դա մեծ աշխատանք։ Իմ ընկերների կանանց եմ ճանաչում, իմ կնոջն եմ ճանաչում, գիտեմ, որ ահռելի աշխատանք են տանում, որպեսզի մեզ դիմանան։ Չէ, տենց է ստացվել, չէ, երիտասարդի տեսել եմ, ծիրարվել եմ, այնտեղ մասնագիտական ոչ մի բան չկար։ Չեմ փորձել ազդել, բայց ոնց որ մեծ տղաս ասեց, փոքր էր դեռ, ասեց ես չեմ ուզում քո նման աշխատեմ, ասեցի ինչի, ասեց դե դու գնում ես, երբ որ ես քնած եմ, գալիս ես, երբ որ ես քնած եմ։ Այդ քո հիվանդն է, Որը։ Հա։ գիտեք ածականը։ Գել ենք ասում իրան, գել։ Անեստեզիան իրանից ինչ է ներկայացնում, դա պարզապես արտակնապես որ նայում ես, մարդը քնած է։ Ինչ ես մտածում մարդը քնած է, պարկած է, աշկերը փակ շնչում է։ Դա բոլորիս մոտ ոնց որ կլիշե է, դա քնած է, բնականը քնած է, բայց ստեղ շատ քնելու սովորական մեր գիշերվա ու անեստեզիայի մեջ կարդինալ տարբերություն է, սարուձոր է, տարբեր բաներ են։ Անեստեզիան հիմնականում իր ֆունկցիան ինչն է, պաշտպանել մարդուն ստրեսից։ Մեր մոտ պաշտպանում ենք վիրահատական ստրեսից, այսինքն պոտենցիալ ցավից, որը վիրաբուժի դանակը եւ գործիքները պատճառելու են մարդուն, մենք պաշտպանում ենք մի քանի ուղղությամբ եւ անզգայացնելով եւ ցավազրկելով դա հիմնական ֆունկցիան էլ եմ ասում, դա պաշտպանելն է։ Հին մարդիկ ասում էին, որ անվտանգության պարզ կանոնները, պարզ, այն որ գրվում է, այստեղ մի կանգնի գլխի բան կընկնի, այստեղ մի քայլի կընկնես փոսը։ Անվտանգության կանոնները հին մարդիկ ասում էին գրված է արյունով։ Մեր մոտ էլ այդ կանոնները անվտանգության, որոնք թվում են, որ իրանք պարզ են, իրանք հասարակ են, դե կարելի է չանել, իրանք գրված են արյունով, իրանք գրված են նախկինների փորձով։ Պրակտիկորեն բոլոր սիտուացիաների համար նախկինները փորձը մեզ փոխանցել են։ Տենց համարյա թե սիտուացիա չկա, որ դու չունենաս քո հիշողության մեջ կամ քո անցյալի կամ քո քեզ պատմած լինեն, քո ուսուցիչները կամ դու կարդացած լինես կամ գրագետ մարդիկ խորհուրդ տան կողքից։ Հրատապն ունի իր պրոտոկոլը, ոնց ասեմ, քո քայլերը ոնց որ գրանցած են։ Այստեղ հարցը ոնց ես դու այդ քայլերը քայլում, էլի։ Ֆոբիաներ, օրինակ ծիծաղալու չհնչի, բայց որ մտածում էի միշտ բանի մասին։ Վիրահատության ընթացքում, այս ստանդարտ վիրահատությունը իր ընթացքով այնպիսի մի հատ կատակլիզմ լինի, որ լույս, թթվածին, ամեն ինչը կտրվի ու ես ոնց եմ օգնելու
տվյալ պահին պացիենտին, որը որ այդ ամեն ինչի քիչը թվարկեցի, կարիքը ունի։ Խորքային ֆոբիա է, էլի դուք այդ ֆոբիաս հանեցիք, ես իրան երբեք չեմ արտասանել, էլի, բայց դա ֆոբիան է, որի վրա կարելի է պարզապես ժպտալ, որովհետև ցանկացած հիվանդանոց այսօրվա օրով ունի մի քանի աստիճան պաշտպանության, թե բանի, օրինակ հոսանքի, թե թթվածնի, մի խոսքով այն հիմնական կարևոր ֆունկցիաները, որ պետք է, մի քանի աստիճանով պաշտպանված են։ Դրա համար դա պարզապես ֆոբիա է, որի վրա կարելի է ժպտալ, դա։ Ջան, որ ոտն է։ Левый. Ինչ? Ջան, левый. Лицом туда будет лежать. Мы стоит верить со спины к тебе. Не тебя, ты со спины будешь. Հիմնական հարցը, որ գալիս են, դա եթե ընդհանուր նարկոզը բայես կզարթնեն, եթե ենթադրենք ողնուղեղային կամ էպիդուրալ ցավազրկումը, բա հարսիս հարևանին սրսկել էին, երեխա ունենալուց 5 տարի առաջ մինչև հիմա մեջքը ցավում է։ Այդ երկու հարցն է, որ ես ամեն օր լսում եմ, ամեն օր փորձում եմ բացատրեմ, որ դա տենց չի։ Պարզ մի հատ փոքր ստատիստիկա բերեմ։ Մենակ մեր հիվանդանոցում անցած տարի կատարվել է կխաբեմ 4000-ից ավել ռեգիոնալ ցավազրկում, այսինքն մեջքից ցավազրկել ենք 4000 հոգի։ Հիմա այդ 4000 հոգին պատկերացրեք, կանգնած են։ Հիմա տեսեք, քանի հիվանդանոց կա միայն Երևանում, բազմապատկեք, սա փոքր թիվ է, բազմապատկեք հիվանդանոցների քանակով կտեսնեք, որ մի հատ ահռելի բանակ մարդիկ մենակ անցած տարի 25 թվականին ցավազրկվել են մեջքից։ Եթե մենք ունենայինք սրսկումից հետո խնդիրներ, մենք փողոցում քայլող մարդ չէինք տեսնի, էլի, կամ ուղիղ քայլող մարդ չէինք տեսնի, չի լինում։ Այսօրվա օրով այնպիսի ասեղներ են հատուկ ստեղծված այդ սրսկումների համար ու այնպիսի դեղամիջոցներ են հատուկ այդ սրսկումների ցավազրկման համար, որ 0.0000 կհոգնենք, ինչքան ասենք, այդքան ցածր տոկոսի բան կա, վտանգ կա։ Ինքս ես վիրահատվել եմ նման ցավազրկումով։ Եթե ինչ-որ ցայտուն արտաքինում փոփոխություն լինի, դա կամ լինի քայլվածքի փոփոխություն, կամ գույնի, կամ աչքերի դեղնություն, կամ ինչ, դա ցանկացած մարդ էլ կնկատի։ Բայց նես չի, որ դու փողոցում քայլում ես ու նայում ես, սա ինչ է հիվանդ, նա ինչ է հիվանդ։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան հիշեցի, ձեր ասածը մեջ, տեսեք, ընդհանուր նարկոզի մեջ կա հասկացողություն շնչափողի ինտուբացիա, այսինքն խողովակ անցկացնել շնչափող, որով կատարվում է արհեստական շնչառությունը վիրահատության ժամանակ, ընդհանուր նարկոզի մասին է խոսքը, եւ այդ սովորելու ընթացքում այդ կա, այն առաջի 2 տարվա կլինարդինատուրայի սովորելու ժամանակ, դու որ դուրս էիր գալի հիվանդանոցից, մարդկանց նայում էր, ահա, սա հեշտ տարբերակ է խողովակ անցկացնելու, սա դժվար, այս մեկը չի կարենա հաստատ կառուցվածքային, էլի։ Դա տենց բան լինում է, բայց երիտասարդների մոտ, արդեն հիմա չէ։ Սովետական դպրոցն եմ ավարտել, պետք է ռուսերեն ասեմ, «Историю пишут для прокурора»։ Շատ արագ ես շտապելով ես գրում ժամանակ, ափսոսում ես ծախսես այս թղթերի վրա, միշտ ձեռագիրդ փչանում է, ու ասում էին для прокурора, տենց գրի, որ հետո մենակ դու կարենաս կարդաս, որ դատախազը քեզ ասի, ես ինչ ես գրել, ասես, ես բաներն եմ գրել, այն ասես, այն ինչ որ քեզ այս պահին պետք է, դա իհարկե քեզ կատակ, քեզ լուրջ է, հիմա անցել ենք արդեն բաներին համակարգչային տարբերակներն են, որը շատ է հեշտացնում մեր գործը, շատ։ Հիմա ինձ պետք է ինֆորմացիա, այդ ինֆորմացիան մի մկնիկի շարժումով ես ունենում եմ, ու արդեն այդտեղ ձեռագիր չկա։ Եղել է գերհոգնածություն, եղել է ասել վերջ, վաղը գնում եմ արձակուրդ, էլ արդեն շատ հոգնեցի, բայց որ հիասթափվում չունեմ։
Ոչ շատ խորը հարց է, ես այդպես խորը չեմ պատասխանի։ Ես հիմա հետ նայելով ուրիշ կերպ չեմ պատկերացնում։ Կամ Արդեն մենք հասել ենք վիրահատարանների զոնան, որտեղ բոլոր սենյակները, այստեղ 7 վիրահատարան կա, տարբեր վիրահատություններ արվում, հիվանդանոցում ինչ բաժանմունքներ կա, վիրաբուժական, ինչ պրոֆիլի կա, բոլորը այստեղ են վիրահատությունները կատարում, այստեղից հետո տեղափոխվում են հետ վիրահատական պալատը, սենյակը։ Չգրված օրենք է, չգրված կանոն է, դու չես մասնակցում վիրահատական ոչ մի տեսակի գործողության, եթե բարեկամ է ներսում, չես մասնակցում։ Ես եղել է տղաս վիրահատվել է, շենքից դուրս եմ եկել։ Դա օրենք է։ Դա խանգարող է, երբ որ բարեկամը մտնում է վիրասրահ, շատ է խանգարում։ Մասնագիտականը մեր ոչ թե որ ես եմ, ես աշխատում եմ իմ գործընկերների հետ տասնյակ տարիներ շարունակ, ու համոզված կարամ ասեմ, որ նշանակություն չունի, աշխատանքի վայրում է, տանն է, արձակուրդ է, քաղաքից դուրս է, երկրից դուրս է, չենք փոխվում, մենք ոնց կանք, տենց կանք, թե աշխատանքի վայրում, թե առօրյայում։ Վերադառնամ 44 օրյային, հեսա կասեք, ես մարդը շատ է տպավորվել, այդ օրերին եմ հանդիպել գործի մեջ։ Տեսեք, մեր մոտ գալիս են ստրուկտուրան սենց է, հա, բժիշկը ավարտեց համալսարանը, ընդունվեց կլինարդինատուրա, ընդունվեց դեռ պրոստը պարզապես գիտի, որ ուզում է դառնա այսինչ մասնագետը, դեռ ինքը առաջի տարվա է։ Եվ այդ օրերին ես որ հանդիպում էի առաջի տարվա, երկրորդ, երրորդ տարվա, նորավարտ, այդ որ սա սովորել է, բայց դեռ փորձը 0 է։ Նորավարտ բժիշկներին, այսինքն այն սերունդը, որը հիմա է, արդեն հիմա է, հիացած էի։ Հիմա կարող է տեսնեն, մի քանիսը ճանաչեն, իրոք հիացած էի։ Իրանց մոտեցումից, իրանց մասնագիտական ներքին աշխարհից, որը դեռ փորձ չունի, որ մի մասի մոտ էլ առաջի 2 տարվան գիտելիքը դեռ ամբողջ չի, բայց իրանց մոտեցումը ցնցող էր։ Մենք անենց սերունդ ունենք հիմա, որ էլ չասած։ Ես մեր մասնագիտության մասին մենակ չեմ ասում, ես այդտեղ տեսա վիրաբուժների նույն կարգավիճակի, այն որ նոր որոշ է դառնա վիրաբուժ, համալսարանը ավարտել է, նոր որոշել է դառնա վիրաբուժ, արի դա ջան։ Ես ասում եմ, հերիքը, հա։ Իրանց օրթոպեդ էր նույն ձևի այդ տարիներին, բոլորի մոտ տեսել եմ այն ինչը որ հիմա ինչի համար ես հիմա հանգիստ եմ, սերունդ կա, որը ինձ էլ է բուժելու, երբ որ իմ ժամանակը գա, սերունդ կա, որը իմ երեխեքին եւ այլ բուժելու է հաստատ, համոզված եմ։ Արտասահմանի հետ եթե համեմատենք, ընդհանրապես հասանելի է, որովհետեւ այնտեղ կարա լինի հերթ կես տարվա, այստեղ եթե 3 ժամ մարդը հերթում կանգնի, այդ արձագանքը կհասնի 7-րդ հարկ էլի, օրերի մասին խոսք չի գնում։ Իսկ այնտեղ այդ մեկը հաստատ կարամ ասեմ, որ կա 3, 4, 5, 6 ամսանոց հերթագրում, որը մեր համար շատ խորթ է հնչում։ Ես չեմ պատկերացնում։ Ես դուրս գամ, դուք այնտեղ կանգնած ելնեք, անծանոթ մարդ, ասեք 5 օրա չեմ կարում, այս ինչ բան է, այս հիվանդանոցում անեմ, ու եթե իրոք այդ 5 օրը, հաստատ կխառնվենք, մի բան կմտածենք, էլի, որ անենք։ Անուշ, այն կառուտքեն հանի դիր ներքև, էլի։ Ինչ է հիմա կատարվում այստեղ։ Այստեղ պատրաստվում ենք ընդունել հիվանդին դե չենք նկարի, դեմքը ցույց չենք տա, վիրաբուժին էլ, եթե ուզում ես նկարենք քեզ, չի ուզում։
Պատրաստում ենք վիրահատելու աճուկային ճողվածք, չէ՞։ Աճուկային ճողվածքին ենք պատրաստում, մեր անեստեզիստկաներից է, սա մեր նարկոզի ապարատն է, եկեք ցույց տամ։ Աչից նարկոզի անեստեզիայի մեքենան է, սա լապարասկոպիայի հավաքածուն է, որ լապարասկոպիկ վիրահատություններ են անում, այս վիրահատարանում հիմա մտնելու է եւ վիրահատվի աճուկային ճողվածք։ Կանաչ պետք է լինի բժշկությունը։ Ես տենց եմ պատկերացնում։ Ապահովություն, անվտանգություն եւ էֆեկտիվություն։ Այստեղ շողք ստվերները երևում է իրանց, եթե նայեք, այդ կապույտ գույնը վիրահատական սեղանի շուրջն է, այնտեղ հիմա աշխատում են 5 հոգի։ Նույնը բոլոր վիրահատարաններում է։ Պարզապես չեմ կարող բացեմ ցույց տամ, քանի որ սերիլ զոնա է, նամանավանդ այստեղ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում է գնում, ցանկալի չի էլի, դուրը բացել վիրահատության ժամանակ։ Բնական է, ոնց որ բոլոր մարդիկ ունեն, ես էլ ունեմ սկզբունք, վատ բան չեմ անի, հաստատ չեմ անի։ Կուզեի ասել, որ պացիենտները մեր պոտենցիալի, մեր հիվանդանոցը չեմ ասում ընդհանրապես, լինեն բժշկի հետ ազնիվ։ Այդ նախավիրահատական հանդիպումը կարճատև ստեղծում է այն ճանապարհը, որով գնալու ենք հետո վիրահատարան, վիրահատություն ենք անցնելու։ Պիտի լինի ազնիվ պացիենտը, պիտի չթաքցնի ոչ մի բան։ Նյուանսներ կան, որոնք որ պետք է բժիշկը իմանա, բոլոր նյուանսները։ Դա անվտանգության առաջի կրիտերիան է, որովհետև այն ստանդարտ անալիզները, որ վերցնում ենք, բոլորս, բոլոր հիվանդանոցներում, այդ նյուանսները չեն ցույց տալի։ Բայց կան, ենթադրենք ինչ-որ ժառանգական խնդիր, ինչ-որ ինֆորմացիաները երեխա էր արթնացավ վիրահատությունից հետո, վիրահատությունը ավարտեցինք եւ վիրահատարանում ցնցումներ սկսեցին, որը հետո մայրը ասեց դուրս եկանք այդ ցնցումներից, հետ տեղափոխվեցինք եւ այլ, մայրը ասեց հա դե էպիլեպտիկ էր, բայց դե մենք չենք ասում աղջիկ երեխա է, վաղը մսոր պետք է ամուսնանա։ Հա, այդ ամուսնանալ կանցնին մի քիչ միֆ է, ավելի լավ է դիմեք բժշկի մինչև ամուսնանալը, խնդրը լուծվի, հետո առողջ ամուսնացեք, որովհետև եթե վատ առողջ ամուսնանաք, խնդիրը մնա զարգանա լավ չի։ Նստացինք Սևանի ափին, դա մի 10 տարվա բան եմ ասում։ Սևանի ափին ընդունված է, չէ, բաներ կան, տաղավարներ կան իրանց մանղալներով։ Որ գալիս ես քո համար խորովածը տանում ես, բավականին է մոտիկ են դնում էլ այդ տաղավարները, մի խոսքով։ Լավ եղանակ է, երեխեքը լող են տալիս, մի քիչ ինչ-որ խառնաշփոթ եղավ, ու մի աղջիկ էր, մի 15 կամ 20 տարեկան, որին տենց պահած, բայց ինքը քայլում էր, ջրից հանեցին, խեղդվել է, ժողովուրդը հավաքված, ասես նայում ենք, ինչն է խեղդվել, քայլում է, մի քիչ սփռտնած էր, բերեցին, նստացրեցին ափին ծառի տակ, հենեցին սենց ծառին մեջքով, կողքը իր ընկերներն էին, ովքեր էին, մի խոսքով, շարժը գնում է, մեզ երևում է, քիչ են մարդիկ էլի, մի 5-6 հոգի մարդ է հավաքված, տեսնում ենք, որ աղջիկը խոսում է, շնչում է, մոտենալու կարիք չկա էլի, ավելորդ գաս ինչ անես, ջրի մեջ մի քիչ վատ է զգացել։ Մեկ է մի հատ տիկին մոտեցավ, մի քիչ հեռու տաղավարից, մի քիչ խոշոր տիկին էր, բոլորին հրելով մոտեցավ այս աղջկան, անծանոթ էին իրանք էլի, ու ինչքան ուժ ուներ, ապտակեց մի հատ, ասին, խես խփում, ասեց, որ ուշքի գա, ասեց, բայց արդեն ես էլ բան արեցի, մոտեցա, ասում տիկին մի խփեք էլի,
ինքը ուշքի է, ասես շատ ես հասկանում, մերոնք ասին դու բժիշկ, դե շատ է հասկանում ու մյուս կողմից մի հատ էլ ապտակեց, այս աղջկա ուշքը արդեն գնալու էր մի կերպ ոչ։ Դա էր տնեցիկ իրա հասան տարան ենքոմ, եկել էր առաջի օգնություն ցույց տալու էլի, ցանկացած հարված ինքը տեղով արդեն լավ չի։ Լինում են ուսանողներ, որոնք հետաքրքրվում են ոչ թե որպես հետաքրքիր ֆիլմ նայեն կամ հետաքրքիր գիրք կարդան, հետաքրքրվում են մոտեցումով։ Ու լինում են մարդիկ, մեր մոտ էլ ա եղել, հիմնականում տենց ենք մենք գոյանում, որ հետաքրքրվում ենք, սկսում ենք գալ կանգնել բժշկի կողքը, հարցեր տալ, ավելի է հետաքրքրությունը խորանում ու տենց դառնում ենք։ Բոլորի մոտ միանշանակ ինչ-որ բան չկա, բնավորության գիծ, բայց բավականին համբերատարության պահ պետք է լինի։ Ցանկացած նոր բան, մինչև ինքը կայանա, իմ կարծիքն է դա, մինչև ինքը կայանա, հասունանա ու հասնի այն մակարդակին, որ անվնաս է, բնականաբար վտանգավոր է։ Նույն այս AI-ները հիմա, որոնք դեռ ինքնաուսուցման շրջանում են, այսինքն դատա են հավաքում, ինֆորմացիա են հավաքում, դեռ կուտակելու շրջանում են, իրանք որոշ չափով վտանգավոր են ինքնաբուժման տեսանկյունից եմ ասում, բայց իհարկե գալու է մի պահ, երբ որ իրանց հավաքած AI-ի հավաքած ինֆորմացիան դատան լինի լիարժեք, ու այդ դեպքում արդեն չգիտեմ ոնց կզարգանա։ Այսօրվա օրով օրինակ ես էլ գոլեգաներս էլ ակտիվ օգտվում ենք, անգամ բաներ կան, էփեր հավելվածներ կան, բժշկական մի հավելված կա անգամ մեր մասնագիտության, որը օգտագործելի է, չօգտվել չես կարող, բավականին օգնում է, արագ կողմնորոշվելու համար, ինչ որ ոնց է լինի, գիտեք ոնց է, օրինակի համար կարդիոլոգիան զարգանում է սենց ժամ առ ժամ այսօր, հա, եւ ես կարող եմ կարդիոլոգի հետ խոսալուց կամ իր նշանակումը նայելուց տեսնեմ նոր դեղամիջոց է նշանակի։ Դե հիմա գնա գիրքը գտի, գրքում չկա, բան, եւ միանգամից պատասխանում իմանում եմ ինչ է նշանակածը։ Բոլոր լեգալ ընդունելի օրենքով թույլատրված ձևերով հանգստանում ենք, դա քայլել, երբեմն ծխել, ալկոհոլ, ինչի՞ չէ, ժամանակ առ ժամանակ, ոնց որ սովորական մարդիկ։ Ցանկացած մեթոդ, որին մարդիկ դիմում են, որ առօրյա ստրեսից փախնեն, գոնե մի ժամով կամ գոնե մի կեսօրով մոռանան այս ամեն ինչը, անիմաստ է։ Անիմաստ է, որովհետև խնդիրը չի լուծվում։ Դու հա կարաս աչքերդ փակես խնդիրից 4 ժամ, աչքերդ բացես, տենաս 4 ժամ անցել է, հետո խնդիրը չի լուծվում։ Կտրուկ դեմ եմ տենց մեթոդներին։ Չես դուրս գալի, դա մնում է։ Դա մնում է քո հետ, վсё։ Ոչ մի բժիշկ, անկախ մասնագիտությունից, անկախ նրանից ինչ չափաբաժին մեղք ունի, դժբախտ կամ վատ ելքի մեջ, չի մոռանում։ Դա չի կարելի մոռանալ, անհնար է։ Պարզապես ավելի զգոնություն է հաղորդում քեզ։ Կա ինչ-որ բան պետք է ավելացնենք։ Չէ, չգիտեմ, տխուր չստացվեց։ Չէ։ Տխուրել ես։ Չէ։ Ուրախ մինոտայով ավարտել դեպքում։ Դե ինչ ասում, չգիտեմ։ Դեմ ասեք, որ դատարկվել ու փակվել երեսը, որ հիմնադրամները կարա տենց լինի։ Հո, այդ գիտեք ինչ լավ կլինի, որ մենք մնանք անգործ։ Ստանանք ինչ-որ X աշխատավարձ էականչի,
բայց գործը լինի, չլինի կամ շատ քիչ լինի։ Ցավոք սրտի տենց չի կարա լինի, բայց համենայն դեպս ուզում եմ մաղթեմ բոլորին առողջություն, բոլորին հասանելիք իրենց առողջությունը մինչև կյանքի վերջ լինեն առողջ։ Իսկ հիվանդությունները կամ արագ հաղթահարվեն, կամ էդ էլ մի քիչ թող բան հնչի, թող հիվանդությունը արագ հաղթահարի մարդուն, ինչ անում է արագ լինի։